Դեկտեմբերի 4-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նորքի հայորդյաց տան Նարեկ պարային համույթը ստեղծագործական կազմի աշխատանքային գործունեության 10-ամյակի առիթով հանդես եկավ լույս պարային ներկայացմամբ։ Համույթը հիմնադրվել եւ գործում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայ բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո։ Այս տարիների ընթացքում այն բազմաթիվ հանրապետական եւ միջազգային փառատոների ու մրցույթների է մասնակցել, պատվավոր հարթակներ զբաղեցրել։ Եթե չլիներ հայորդյաց տունը, բնականաբար այս 10 տարի աշխատանքը տեղի չէր ունենա։ Եթե չլիներ այդ հրաշալի համույթը, որի ղեկավարն եմ ես արդեն մոտ 20 տարի, այդքանով տեղի չէր ունենա եւ իհարկե այն բոլոր մարդիկ, ովքեր որ այդ 10 տարիների ընթացքում եղել են մեր կողքին, սկսած Վեհապար Հայրապետի հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տան տնօրենի իրենց հովանավորությամբ եւ գլխավորությամբ եւ իհարկե շատ մեր ընկերների, ովքեր որ այդ դժվար տարիներին, որ դժվար աշխատանքային առումով, ստեղծագործ առումով, տարիներին եղել են մեր կողքին։ Մենք սիրտը մոռացել ենք ժամին այս գիշերվա, ես լույսը նրա ուսերը, դու ջերմությունը նրա։ Մենք սիրտը մոռացել ենք ժամին այս գիշերվա, ես լույսը նրա ուսերը, դու ջերմությունը նրա։ Հավատարմություն, նվիրում, սեր, այս գաղափարներն են լույս պարային ներկայացման հիմքում դրել բալետմայստերներ Արման Ջուլհակյանը, Արա Ասատուրյանը եւ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը։ Ներկայացման մասնակիցները Նարեկ պարային դպրոցի սաներն են, որոնց մեծ մասը մասնագիտական առաջին քայլերն արել է Նորքի հայորդյաց տանը։ Մենք սկսում ենք հիմնականում դասական պարավոճից, հայկական պարավոճը մեզ մոտ առաջնակարգ տեղում է, որովհետև դպրոցի հիմնադիրները իրենք ակադեմիական բեմադրություններ անող մարդիկ են, եւ ազատ պլաստիկան, որը որ մեզ մոտ լավ զարգացած է, շնորհիվ Արա Ասատուրյանի եւ Արման Ջուլհակյանի, հնարավորություն է տալիս մեզ մասնակցելու պարային պլաստիկ ներկայացումներում։ Նորքի հայորդյաց տանը գործող Նարեկ պարային համույթը ունի նաև պարային դպրոց, որտեղ մասնագիտական կրթություն են ստանում տասնյակ երեխաներ։ Հենց նրանք էլ հետագայում համալրում են համույթի կազմը։ Լուսինե Բալյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։